Եվ երբեմն մենք գուցե շատ ճիշտ բաներ ասենք անգամ մեր զրուցակցին, բայց ոչ ճիշտ ձևաչափով, ոչ ճիշտ ոճով։ Եվ հենց այդ պատճառով դիմացինը կարիք ունենա, կարիք զգա, ներքին դիսկոմֆորտ ունենա եւ փակվի, ինչպես արդեն ասացիք, կամ ագրեսիվ դառնա, հարձակվի, կամ անցնի այդ լռության պատի դաշտը, հա։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք, երբ որ զրուցում ենք դիմացինի հետ, հետևենք մեր մարմնի լեզվին։ Ինչպես եմ ես ասում, այն, ինչ ասում եմ, դիմացինը ինձ ինչպես է ընկալում, որովհետև հաճախ մենք այն կեցվածքից ենք խոսում, որ ես գիտեմ, ես հասկանում եմ, եւ այստեղ ես հենց ճիշտ այն անձն եմ, ով գիտի լավագույն լուծումը, այդ ավտորիտար, վերահսկող, իշխող կեցվածքից։ Եվ դա դիմացինի մեջ ինչպես արդեն ասացի, անապահովության զգացում է առաջ բերում։ Ինքը մտածում է, որ այստեղ ինչ որ մեկը փորձում է խլել իմ հեղինակությունը, իմ ձայնի իրավունքը, իմ կարծիքը, եւ կոնֆլիկտ է դառնում։ Կոնֆլիկտ արժեզրկելով դիմացինի խոսքերը, այսինքն դու չես հասկանում, դա քեզ դեռ բացված չէ։ Հա, եւ կամ հաճախ ուղակի միմիկա է, որ ինչ ասեմ այս մարդուն, կամ ուղակի դեմքով գլխով կարող են հերքել ձեր մոտեցումը, երբեմն հենց բռնությամբ, հա, շատ խիստ դեպքերում անձը անգամ պատրաստ է իր ճշմարտացիությունը փաստելու համար, իր ավտորիտար դիրքը, դերը չկորցնելու համար, անգամ պատրաստ է բռնության գնալ, ծեծելով հնազանդեցնել, խփելով երեխային, կնոջը, աշխատակցին հնազանդեցնել, որտեղ դժվար է կորցնել այդ հեղինակությունը իշխողի։ Այդպես, այսինքն ամփոփելով կարող եմ ասել, մենք անցնում ենք բռնության այն ժամանակ, երբ որ գործող գործիքները չեն աշխատում, դիմացինը դիմադրում է օրինակ։